մի փոքր բան էլ ասեմ ու գնամ առաջ։ Այսօր նկատեցի Վիտալի Բալասանյանը մի հարցազրույց էր արել եւ մի տեսակ այդպես էլի ամենտեղ սկսեց ձայն բարձրանալ։ Հիմա այդպեսի մի հայտարարություն էր, որ մենք պետք է մտնենք միութենական պետության մեջ։ Հիմա կարող եք դեմ լինել այդ տեսակետին, կարող եք կողմ լինել, ինքը ամեն դեպքում իր պատճառաբանությունները ներկայացնում է։ Բայց իմ համար մթնոլորտն է զարմանալի, որ նույնիսկ ամենաարևմտամետ գաղափարներով տոգորված մարդիկ, ովքեր Հայաստանում ժողովրդավարության, արևմտյան գաղափարների, արժեքների քարոզիչն են, նույնիսկ ամենափոքր եւ տարրական խոսքի ազատության այդ իրավունքը չեն կարողանում հանդուրժել որից է մեկի համար։ Ու եթե մեկը նման հայտարարություն է կատարում, հայկական հարձակումներ է սկսվում իր վրա, դու ինչու ես այսպիսի հայտարարություններ արել, Ռուբեն Ռուբինյանը տեսամ գրել են, Ստյոպա Սաֆարյանը տեսել գրել են։ Հիմա ուզեմ մի հատ օրինակ բերեմ, որպեսզի հասկանաք իրական ժողովրդավարությունը ինչպես է լինում։ Իրանը եւ Միացյալ Նահանգները պատերազմի մեջ են։ Թեպետ սրանից 9 օր առաջ Միացյալ Նահանգները ուղղակի հենց առաջին հարվածով ոչնչացրեց կամ սպանեց Իրանի հոգևոր առաջնորդին։ Լավ, դրանից ավելի բարձր բան ինչ պետք է տեղի ունենար։ Լավ, չհայտարարված պատերազմ է։ Գուցե այդպես ուղղակի չեն հայտարարել պատերազմ, բայց պատերազմ է գնում, բոլորս էլ տեսնում ենք։ Միացյալ Նահանգները թշնամի է Իրանի հետ եւ սպանել է Իրանի հոգևոր առաջնորդին։ Երեք Միացյալ Նահանգների ամենախոշոր քաղաքներից Նյու Յորքի կենտրոնում, կենտրոնական հրապարակում Իրանի նախկին հոգևոր սպանված հոգևոր առաջնորդի համար մեծարման արարողություն էին կազմակերպել։ Գովեստի խոսքեր էին, փորձում էին մեծ արել, դատապարտում էին Թրամփին։ Հասկանում եք, Թրամփը այս երկիրը գնացել է սպանել հոգևոր առաջնորդին, բայց թույլ է տալիս, որ իր գլխավոր քաղաքներից մեկի կենտրոնում, որի դեպ քաղաքապետը ինքը շիա մուսուլման է, սպանված այս միջոցով սպանված հոգևոր առաջնորդի ուրեմն մեծարումը կազմակերպեն։ Իհարկե, մի քիչ մեկ կողմ էլ Իրանի իշխանության դիմադրիներն էին այնտեղ կանգնած ցույց անում։ Խոսքի ազատությունը սա է լինում, այսինքն այն որ դու ցանկացած միտք նույնիսկ այս պատերազմական ծանր պայմաններում հանդուրժում ես եւ թույլ ես տալիս եւ ամեն մարդ խոսա հիմա տեսակետ արտահայտում, տեսակետի արտահայտը չես կարող որից է մեկին դատապարտել իր արտահայտած տեսակետի համար, բայց հիմա տեսնում ենք հիմա Վիտալի Բալասանյան մի քանի ժամ առաջ Վարդան Ղուկասյանն իր կողմնակին նման մեկ հայտարարություն կատարել, ինչպիսի քննադատությունների արժանացան։ Սա կարծում եմ ես վերում է մեկ եզրակացության, որ ընդհանրապես Հայաստանում ժողովրդավարության բաստիոն կոչվածը միֆ է, այդպիսի բան չի կարող գոյություն ունենալ։ Ընդհանրապես մեր մշակույթին այդ կարգի ժողովրդավարությունը անհաշտ է մեզ հետ, եւ ինչքան էլ որ փորձենք մեզի սպանենք, որ դառնանք արևմտյան այդ ժողովրդավարությունը, որ այնտեղ կա, խոսքի ազատությունը, որ այնտեղ կա, բերենք փորձենք այդպես ասած ուժով ներմուծել Հայաստան, արհեստական մի բան է լինելու, հենց այն որ այսօր գոյություն ունի։ Առավոտյան խոսքի ազատության, ժողովրդավարության մասին ես խոսում, երեկոյան մտնում ես Facebook եւ սկսում ես քարկոծել, քննադատել ուրիշներին, ովքեր իրենց խոսքի ազատության, մտքի արտահայտության իրավունքից օգտվելով իրենց սեփական տեսակետն են արտահայտում, որքան էլ որ դա մեր ուրեմն տեսակետի հետ հաշտ չլինի։